Ակնելով դուք պարոն Փաշինյան եւ արտգործնախարարը ակնարկել եք միջազգային համության անդամակցության, ինչպես նաեւ Արցախի հարցում հակովայնության մասին։ Սակայն նվազագույնը վերջին շրջանում մի քանի միջազգային փաստաթղթեր կան, որոնք բավական լուրջ քաղաքական ներուժ ունեն Արցախահայության իրավունքները պաշտպանելու համար։ Դրանց թվում են միջազգային արդարադատության դատարանի նոյեմբերի 25 թվականի ժամանակավոր միջոցները եւ Եվրոպական խորհրդարանի երկու եւ հատկապես վերջին բանաձևը, որը ադրբեջանական գործողությունները գնահատում է իբրև էթնիկ զտում եւ նաեւ կոչ է հողում ապահովել հայերի անվտանգ վերադարձը պահանջում հայ գերիների ազատ արձակում։ Շվեյցարական նախաձեռնությունը ևս կնահատելի է հակառակ Ալիևի այն կողմերի նորաձևականությանը, թե արցախյան հարցը փակված է, այնուամենայնիվ Շվեյցարիան պատրաստական է բանակցային հարթակ տրամադրել եւ կարևորում է հայ գերիների վերադարձը։ Գերիների վերադարձը կարևորում են մայրցամաքոցը, անվտանգային հարցերով խորհրդական նախագահի Անիտա Հիպերը եւ արտաքին հարաբերությունների անվտանգության հարցերով գլխավոր խոսնակը։ Կարող է իմ վերել, բայց ձևակերպեմ հարցս։ Ինչպես է պատրաստվում իրացնել այս գործիքները Հայաստանի կառավարությունը, քաղաքական կապիտալը կամ միջազգային քաղաքական կապիտալը, ես այդպես կասեի, կառավարությունը եւ շատ ավելի կոնկրետ։ Ինչ գործողությունների ծրագիր է մշակել Հայաստանի Հանրապետության կառավարությունը գերիների վերադարձի ուղղությամբ։